Այո, մայրը մրսել է։ Հնարավոր է շարունակել կրծքով կերակրումը հիվանդության ժամանակ։ Կրծքով կերակրելը ոչ միայն կարելի է, այլ շատ դեպքերում դա պարզապես անհրաժեշտ է։ Ինչու՞։ Որովհետև հակամարմինները փոխանցվում են երեխային, դրանք պարունակվում են կաթի մեջ եւ այն պահին, երբ մայրը բախվում է վիրուսների կամ վարակների հետ, նրա հակամարմինները անմիջապես սկսում են հարմարվել եւ օրգանիզմը սկսում է պայքարել։ Այսպիսով, հենց այս պահին երեխային փոխանցվում է այն պաշտպանությունը, որն անհրաժեշտ է հիմա։ Յուրաքանչյուր դեպքում, եթե դուք հիվանդացել եք, դիմեք մասնագետի կամ բժշկի։ Հաճախ հարցնում են, փսխում կամ լուծ ունենալու դեպքում կարելի է կրծքով կերակրել։ Սա անվտանգ է մեծ մասամբ։ Աղիքային վարակները չեն փոխանցվում նոր կաթի միջոցով, բայց ամեն դեպքում դիմեք բժշկի։ Հաճախ տրվող հարցերից են ռենտգենի, ֆլյուորոգրաֆիայի մասին։ Դրանք անվտանգ են եւ կաթի բաղադրությունը չի փոխվում։ Կարելի է ատամները բուժել, իսկ առավել եւս հեռացնել։ Ատամների բուժումը 100%-ով հնարավոր է։ Անզգայացնող միջոցներ։ Ատամնաբուժը կարող է ձեզ համար ճիշտ միջոց ընտրել, երբ ասեք, որ կերակրող մայր եք։ Իսկ ատամի հեռացումը պահանջում է ուշադրություն։ Ինչու՞։ Քանի որ անզգայացնող միջոցները 100%-ով կընտրեն, բայց հակաբորբոքային դեղերը, եթե անհրաժեշտ լինեն, պետք է կամ համատեղելի լինեն կրծքով կերակրման հետ, կամ ժամանակավորապես խորհուրդ կտան դադարեցնել կրծքով կերակրումը։ Օգտակար խորհուրդ կա է լակտեկ կայքը, որտեղ կարելի է ստուգել դեղամիջոցի համատեղելիությունը կրծքով կերակրման ժամանակ։ Այստեղ կա 3 փուլ, եւ դուք կկարողանաք ինքներդ հասկանալ դա։ Բայց ցանկացած դեպքում դիմեք բժշկի։ Կան հիվանդություններ, որոնց դեպքում հաստատ չի կարելի կրծքով կերակրել։ Դա է միավը, տուբերկուլյոզի ակտիվ փուլը եւ սեպսիսը։